Հարգելի ուսանողներ, հաջորդ տարածությունը, որը մենք պատրաստվում ենք անցնել, դա ZPN-ն է, որը նույն սխեմայով կառուցվում է, երբ որպես սկալյարների դաշտ վերցվում է ոչ թե պատահական, R Q-ն, այլ վերցվում է ZPN։ ZPN, ինչպես առաջի կուրսից կամ նախորդ սեմեստրից ընդհանուր հանրաշվի դասընթացից եք հիշում, ինքը բաղկացած է 0-ից p-1 թվերից, որոնց վրա տված է ըստ p մոդուլի գումարման եւ բազմապատկման գործողություն։ Որևէ բան չեմ կրկնում, որտեղ անցած սեմեստրը չափազանց մանրամասն այս ամեն ինչը անցել ենք։ Եթե տված է ZP-ն, որը դաշտ է, եթե p-ն պարզ թիվ է, նույն սխեմայով մենք դիտարկում ենք նրա n-րդ դեկարտյան աստիճանը, որը բաղկացած է սենյակներից, որոնց մենք անվանում ենք վեկտորներ, իսկ x1, x2-ն էլ անվանում ենք իր կոորդինատներ։ Վեկտորը կարող է գրել ինչպես այսպես, ահա, այնպես էլ նաև այսպես, որոնք կարելի է անվանել տող վեկտոր, սյուն վեկտոր, գրություններ, նրանց միջև սահմանել վեկտորների գումարում, որը այսպես կարող է գրվել, կամ բազմապատկում, որը այսպես կարող է գրվել։ Վեկտորները կարող են միմյանց հետ ոչ միայն գումարվել, այլև բազմապատկվել սկալյարով, օրինակ a անգամ սա սահմանվում է այսպես, որը կարող է նաև գրվել այսպես։ Օրինակներ, օրինակ z5 դաշտի վրա 4 չափանի տարածությունը մեջ այսպիսի վեկտորներ կան։ Այստեղ վեկտորների գումարում այսպես է տրված, ինչու, որտեղ 2 + 4 6 պետք է որ լիներ Z-ում, բայց Z5-ում բնականաբար դա 1 է։ Նույնպես սկալյարով բազմապատկման օրինակ։ Այս պատկերում, նայեք, մենք կարող ենք մոտավորապես փորձել վիզուալ պատկերացնել տարածությունները մոդուլյար դաշտերի վրա, ինչպես օրինակ տեսեք, սա Z7-ի քառակուսին է, Z7 դեկարտյան արտադրած Z7-ի վրա գործողություններ են տված։ Թվում է, տեսեք, ոնց կարելի է իրան պատկերացնել, ոչ թե սենց մենք հոծ գիծ պետք է քաշենք x-երի առանցքը, x-երի առանցքը այս հոծ գիծը չի, այլ x-երի առանցքը դա այս 0, 1, 2, 3, 4, 5, 6 այս թվերից բաղկացած բազմությունն է, դիսկրետ է այս մեր x-երի առանցքը, ոնց որ կարող եմ սենց գրեմ, այդ փոքրիկ x գրեմ ստեղ։ Նմանապես y-ների առանցքը դա այս սա է մեր մոտ, ստեղ մատ y գրեցի, և մեր մոտ տարածությունը այլևս ոչ թե սենց հարթ, անվերջ գնացող հարթությունը, այլ միայն այսպիսի ամբողջ 0-ից մինչև 6 կորդինատներն ունեցող կետերի բազմությունն է։ Հասկանալի է։ Մի հարց տամ էլի։ Այսինքն ինքը այս Z7 քառակուսի տարածության մեջ ընդամենը քանի հատիկ վեկտոր կա, ով է ուզում ասել։ 49 հատիկ վեկտոր կա։ Խնդրեմ հարց։ Հիշում եք այն, որ սկզբից որ մենք ուզում էինք Z տարածություն սահմանեինք, ասացինք, որ սկալյարով բազմապատկենք չենք կարող կիսել, այսինքն ոնց որ քառակուսիներ է լինում։ Մի քիչ սպասեք, այդ հարցը շատ գեղեցիկ պատասխան է ստանալու այս պարագրաֆում եւ էլ ավելի ֆունդամենտալ պատասխան հաջորդ պարագրաֆ։ Մի շատ լավ բան եք հարցնում, բայց հեսա դրան հասնում ենք։ Հիմա տեսեք, թվում է թե քիչ շատից կարող ենք մենք վիզուալ պատկերացնել Z7 քառակուսի երկչափը, բայց էլի շատ մեր սովորական պատկերացումը մի քիչ կաղ է դուրս գալիս այս իրավիճակում։ Նայեք, V-ն դա 1/2-ն է, լավ պատկերացրեցինք, բայց 2V-ն ով է։ 2V-ն դե 2-ով բազմապատկենք, դառնում է 2 ստորակետ 6, ահա, այս էլ 2V-ն է, շատ լավ է։ V-ն ու 2V-ն իրար կոլինիար են եւ մենք նրանց վիզուալ սենց մի ուղի վրա պատկերացրել ենք։ Բա հələ նայենք 3V-ն ով է։ 3V-ն 3 անգամ 1
3, 3 անգամ 3 9, բայց 7 մոդուլով այդ 9-ը 2 է դառնում։ Ստացվում է 3v-ն էլ այս սա է։ 3v-ն դա այս կապույտ վեկտորն է։ Ստացվում է այս v, 2v, 3v վեկտորները միմյանց հետ շատ լավ կոլինար են։ Կոլինար են, բայց նրանց մի մասին v-ին ու 2v-ին մենք ունակ ենք մի ուղի վրա պատկերացնելու։ Իսկ 3v-ին այլևս ոչ։ Նաև եւս մի բան լավ չի դու ստացվում։ Չակերտավոր լավ չի ստացվում։ Ինչը լավ չի ստացվում։ U + v-ն հələ եթե նայենք։ Սա եթե մեր v-ն է, իսկ որպես u սա ենք վերցրել, U + v-ն մենք պետքա մոտավորապես նրանց գումարը ոնց պատկերացնեինք։ Այսպիսի մի հատ զուգահեռագիծ պատկերացնեինք եւ վերցնենք այս զուգահեռագծի այսպես անկյունագիծը, որը լներ իրանց գումարը։ Պատկերացնում ենք այսպես, բայց մենք քանի որ մենք ի վիճակի չենք այս գծից դեպի հյուսիս գնանք, հենց որ եկել ասել ենք ստեղ ջարդվել է իր գործակիցը, կոորդինատը նորից փոքրացել է։ Այսինքն ստացվում է որ հետեւյալ իրավիճակն ունենք։ Այս u-ի եւ v-ի գումարը այս կանաչ u + v-ն է։ U-ն, v-ն եւ այս w-ն զուգահեռագիծ կազմում n մոդուլյար զուգահեռագիծ, բայց պարզապես մեր պատկերացումը բավարար չի իրան վիզուալ այնպես պատկերացնելը, ոնց որ պետք է։ Նմանապես տեսեք, այստեղ աջ կողմում էլ ունենք z5 խորանարդ տարածությունը, սրա մեջ էլ կա 5-ի խորանարդ 125 հատ վեկտոր։ Այստեղ նույնպես կարելի է տեսնել, որ որոշ վեկտորներ կարելի է պատկերացնել, որոշ վեկտորներ ոչ։ Տեսեք, օրինակ u-ն եւ v-ն, եթե այս երկու կարմիր վեկտորներն են, նրանցով ստեղծված է զուգահեռագիծը չենք կարող պատկերացնել, որտեղ u + v-ն կրկին էս կանաչ վեկտորն է։ Խոսքով տեսեք, այս մոդուլյար տարածությունները, այսպես massամբ ինչ որ բան կարելի է պատկերացնել, բայց կրկին մեր պատկերացումը չափազանց թերարժեք է։ Սրանց համար նույնպես տեղի ունեն են հիմնական հանրահաշվական հատկությունները, որոնք մենք RN-ի համար ասեցինք, էսա QN-ի համար են ճիշտ, ուրեմն C-ի համար են ճիշտ են նաև մոդուլյար դեպքում։ Եվ այս բաժինը նույնպես եզրափակելուց առաջ տանք այն հետաքրքիր հարցի պատասխանը, որ մի քիչ առաջ որպես ուսանողի կողմից որպես հարց տրվեց։ Վեկտորը կարող ենք մասերի բաժանենք։ Օրինակ, եթե մեզ տված է ահա այս վեկտորը, այս տարածության մեջ, C-ն էլ ինչ որ պատահական ոչ զրոյական սկալյար է։ Մեր նույն ZP-ի մեջից։ Կարող ենք մասերի բաժանել C մասի վեկտորը, այդ նշանակում է գտնել C-1-ը, թե ինչ է, եւ մեր վեկտորը դրանով բազմապատկել տվեց ահա այս վեկտորը։ Ինչ եք կարծում, ZP-ում յուրաքանչյուր ոչ զրոյական տարրի հակադարձը կա, թե ոչ։ Դե քանի որ դաշտը ունենք ամեն տարի հակադարձը։ Այո։ Պարզապես իրան գտնում ենք, բազմապատկում ենք։ Քանի որ դուք դաշտերի տեսության ծանոթություն ունեք, այսքանը շատ հեշտ է ստացվում։ Օրինակ, վերցնենք այս վեկտորը 3-2-2-ը եւ իրան բաժանենք երկու մասի։ 3-2-2-ը տեսնենք գծագրում կար 3-2-2-ը ուրա։ Նայենք։ Այսա, տեսեք 3-2-2-ը հələ փորձենք երկու մասի բաժանենք։ Տեսնենք իր կեսը ով է։ Իր կեսը թվում է պետք է սա լինի, բայց սա չի, որտեվ 1.5 թիվ չկա, չէ՞, այս մեր Z5-ում։ Դրա համար ինչ ենք անում։ Դրա համար վերցնում ենք բաժանել երկու մասի նշանակում բազմապատկել 2-1-ով։ 2-1-ը մեր Z5-ում դա 3-ն է։
Բազը պատկում ենք 3-ով, ստանում ենք 4-1-1 վեկտորը։ 4-1-1 վեկտորը դա ուր է մեր 4-1-1 վեկտորը։ Ահա 4, x-ը 4-1-1, այ կլինի մոտավորապես այսպես մի հատ վեկտոր։ Այ գալիս է, այստեղ 4-1-1 կետը մոտավորապես պատկերացնենք սենց, այսա։ Ստացվեց, որ այս v-ի կեսը դա այս 4-1-1-ն է։ Էլի մի քիչ անհաջող պատկերացնողի բանա, բայց այստես է։ Եվ դյուրին օրինակներ կա, այդ թվում եւ օրինակներ մի քիչ մեծոտ թվերով։ Օրինակ Z151-ի մեջ 62-1 աշճանը Էվկլիդեսի ընդհանրացված ալգորիթմով կարելի է հաշվել եւ գրել։